չի, որ բողոքենք դենի դրա դեմը չենք կարա առնենք, էդի մոռացած բանա, ռուսը որ ջղայնացավ կփակի ու կասի, մենք Ռուսաստանի, այսինքն ազատների վրա ինչ է ջղայնացավ, բաց է ծախել։ Մենք խնդիր ունենք, խնդիրը բարձրացնում ենք, շատ նորմալ է։ Ասեք ջան։ Ինչ մասնագիտական լուծում եք ընդհանրապես տեսնում այս հարցին, ոնց եք պատկերացնում։ Ես կարծում եմ, որ 115 ֆեդերալ օրենքի այդ փոփոխությունը բեռնափոխադրողներին, ուղևորափոխադրողներին, օդաչուներին, բորտ ուղեկցողներին, գնացքավարներին չպետք է վերաբերվի։ Այս բանը մենք խոսում ենք բեռնափոխադրողների մասին, իրենց օրենքի այդ կետը չպետք է վերաբերվի։ Ես կարծում եմ, որ պետք է լոբինգ անել, աշխատել, ՀԱՏՄ հանձնաժողովի հետ աշխատել եւ ռուսական կողմին ներկայացնել, որ օրենքի այդ կետից բացառություն այն, այսինքն իրենց չդիտարկեն որպես սովորական օտար երկրացի, որը ոչ աշխատելու նպատակով մուտք է գործել ՌԴ եւ տարվա ընթացքում գումարային կարող է ՌԴ տարածքում մնալ 98։ Ես կարծում եմ, որ բացառություն պետք է արվի այս կատեգորիայի անձանց նկատմամբ, իսկ նրանք, ովքեր արդեն այդ հիմքով հայտնվել են կամ վերահսկվող անձանց ռեեստրում կամ մուտքի արգելք են ստացել, իրենց նկատմամբ ամնիստիա պետք է կիրառվի եւ այս մարդիկ պետք է հնարավորություն ունենան ազատ բեռնափոխադրումներն իրականացնելու։ Ես վստահում կարող եմ ասել, որ սա նաեւ ՀԱՏՄ համաձայնագրին է հակասում, որտեղ եթե մենք խոսում ենք ազատ տնտեսական ուրեմն գոտու մասին, գնալ գալու բեռների փոխադրելու մասին, ապա որևէ պետության օրենք չպետք է խոչընդոտ հանդիսանա առնվազն բեռների ազատ տեղաշարժի համար։ Իսկ տեխնիկապես դա ոնց կարելի է վերահսկել, ես ոնց հասկանում եմ, նույն կնիքն են չէ՞ ստանում, երբ որ Ռուսաստանը մուտք գործում։ Կնիքի հարց չկա այստեղ, պարզապես այս կատեգորիայի անձանց այդ չի վերաբերվելու ու վերջ, այսինքն իրենց վրա չեն հաշվարկելու այդ 90 օր։ Հիմա ոստիկանությանը ինչ է անում, ոստիկանությանը տրված է հնարավորություն փետրվարի 5-ից սկսած ադմինիստրատիվ, այսինքն վարչական խախտում իրականացնողներին գցել վերահսկվող անձանց ռեեստրը եւ առանց դատանի որոշման արտաքսում իրականացնել նրանց նկատմամբ։ Ոստիկանությունը իր այդ իրավունքը իրացնում է, արդեն իսկ ունեցած իր իրավունքը իրացում է։ Պարզապես այս կատեգորիայի անձանց եթե հանեն այդ ցանկից, ոստիկանությունը նրանց օրերը չի հաշվի, քանի օր են մնացել Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց, չգիտեմ, գտնվելու ժամկետից ավելի։ Այդքան բան։ Իսկ առաջ որ 180 օր էր, չէ՞։ Հա, նախկինում տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր էր տրված, այսինքն տարվա ընթացքում էր 180 օր, բայց ամեն 180 օրվա մեջ 90 օր գումարային։ Ես կարծում եմ դա բավականացնում էր, բայց մյուս կողմից այդպես խիստ հսկողություն որպես այդպեսին չկար եւ չէին հաշվում, եւ այս խստացումները, ինչպես նշեցի, 25 թվականից են ուժի մեջ մտել եւ փետրվարի 5-ից, երբ որ ընդունվեց, ավելի ճիշտ ուժի մեջ մտավ ռեժիմ վիսելկի, արտաքսման ռեժիմը եւ վերահսկվող անձանց ռեեստր։ Այդ դրանից հետո խստորեն սկսեցին հետևել, իսկ քանի որ մինչ այդ գործում էր, մինչև սեպտեմբերի 10-ը գործում էր Ռուսաստանի նախագահի 1126 որոշումը, ըստ որի անձինք, ովքեր վարչական խախտման պատճառով Ռուսաստանի Դաշնություն ինչ որ խախտում էին արել, նրանց տրված էր հնարավորություն իրենց փաստաթղթերը օրինականացնել եւ շարունակել գտնվել ՌԴ տարածքում։ Հիմա ժամկետը լրացել է եւ այս մեկ ամսվա ընթացքում բավականին խիստ ոստիկանները հետևում են եւ բեռնափոխադրողներն էլ ընկել են այդ այսինքն հայտնվել են այդ իրավիճակում եւ հիմա նրանց նկատմամբ եւս կիրառվում է այն ինչ հիմա կատարվում է։ Իսկ դա կարող է ոնց որ այդ վարորդները իրանք հենց Հայաստան Ռուսաստան են գնում, այդ դեպքում եթե իրանք Ռուսաստան չեն կարողանա, իրանք որտեղ պետք է գնան ու ինչ պետք է անել այդտեղ։ Ոչ միտեղ չպետք է գնան ու ոչինչ չեն կարող անել։ Գործազրկություն։ Դե գործազրկությունը մի կողմից, հետո դուք պատկերացնում եք ծավալը բեռնափոխադրումների։ Եթե հիմա իրար հետևից այս բոլոր վարորդները հայտնվեն, չգիտեմ, մուտքի արգելքի տակ 3 տարի, 5 տարի, 10 տարի, ու մենք ինչ ենք ունենալու, կոլապս, այսինքն սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա։ Այս կատեգորիայի անձանց չպետք է վերաբերվի 115-րդ ֆեդերալ օրենքի այդ փոփոխությունը, ուղղակի չպետք է վերաբերվի։